Բարի լույս, բարի երկուշաբթի իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սկսվեց աշխատանքային շաբաթը և ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օր, այնպես էլ այսօր մենք մեր տաղավարից մաղթում ենք բոլորիդ հագեցած օր և լի աշխատանքային շաբաթ և ասում շնորհակալություն, որ առավոտը սկսել եք մեզ հետ։ Ամեն տարի հոկտեմբերի 20-ին նշվում է խոհարարների միջազգային օրը։ Օրը ընտրվել է 2004 թվականի խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով։ Այդ կազմակերպությունը ի դեպ ունի 8 միլիոն անդամ, որոնք տարբեր երկրներում աշխատող խոհարարներ են։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ համաշխարհային խոհանոցի մասնագետներն արդեն ունեն իրենց մասնագիտական տոնը։ Օրվա մասին ու նաև հայկական խոհանոցի առանձնահատկությունների ու համերի մասին մենք ունենք պատրաստած Հիմա առաջարկում եմ դիտենք այն, որից հետո կներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Հոկտեմբերի 20-ը ամբողջ աշխարհում նշվում է խոհարարի միջազգային օր՝ ի պատիվ այն մարդկանց, ովքեր ոչ միայն ուտեստներ են պատրաստում, այլ նաև ստեղծում են մշակույթ, պատմություն և հիշողություններ։ Այս օրը հիմնադրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ և նշվում է ավելի քան 70 երկրում։ Խոհարարությունը միայն սնունդը չէ, արվեստ է, մտածողություն և ազգային ինքնության պահպանում։ Իզուր չէ, որ հենց հայերենում խոհանոց բառը ունի խոհ, մտածելու իմաստ, իսկ խոհարարը մտածող, ստեղծագործողն է։ Այս տոնը մեզ համար կրկնակի նշանակություն ունի, քանի որ հայկական խոհանոցը ոչ միայն համերի, այլ նաև հոգևոր մշակույթի պահոց է։ Մեր ավանդական կերակուրները տոլման, խաշը, հարիսան, ղափաման, գաթան սոսկ սնունդ չեն, այլ ծիսական, խորհրդանշական արժեք ներկայացնող երևույթներ։ Հայկական խոհանոցում հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ։ Հնուծիվ էր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ։ Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես որ հացը կտրեին խաչաձև։ Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը, որ նրանք կապում էին բարեկամության հետ։ Տոլմա բառը առաջացել է ուրարտական տոլի կամ ուրարտերեն ուդուլի բառից, որը նշանակում է խաղողի տերև։ Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով։ Հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկեֆիլի և հաղարջի տերևներ։ 2011 թվականից ամեն տարի Հայաստանում անցկացվում է ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է։ Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, ինչպես նաև փառատոնի ժամանակ հենց պատրաստվում է ամենաերկար տոլման։ Խաշը հնագույն հայկական ուտեստ է, որը հետագայում տարածվեց Կովկասում և Անդրկովկասում։ Կերակրի անվանումը առաջացել է խաշել կամ խարշ բառից, որոնց հնչյունափոխության արդյունքում ստացվել է խաշ բառը։ Ըստ բազմաթիվ հյուսված լեգենդների, խաշը ի սկզբանե աղքատների կերակուրն է համարվել։ Պատմում են, որ երբ հարուստները անասուն են մորթել, միսը իրենց են վերցրել, իսկ ոտքերն ու թորոտիկը աղքատներին բաժին հանել։ Դե իսկ աղքատներն էլ եփել են և առավոտյան թաքուն կերել, որպեսզի ոչ ոք չտեսնի։ Գաթան իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել գրեթե բոլոր տոնական և ծիսական սեղաններին։ Ըստ ազգագրագետների հնում գաթայի վրա հատուկ խորհրդանշաններ են պատկերել, հաճախ նաև խաչեր, որպեսզի ընտանիքը պաշտպանեն չար աչքից։ Նրանց պնդմամբ գաթան խորհրդանշում է նաև ընտանիքի ամրությունը և իզուր չէ, որ հարսանիքների ժամանակ գաթա են պարեցնում նորապսակների գլխավերևում։ Ղափաման հայկական ավանդական ծիսական կերակրատեսակն է։ Ի սկզբանե այն մատուցվել է հարսանիքների ժամանակ, որպեսզի նորապսակների կյանքը լինի նույնքան քաղցր, հարուստ և գունեղ։ Ղափաման ունի նաև հատուկ խորհուրդ։ Ըստ լեգենդի դդումը խորհրդանշում է երկրագունդը, բրինձը մարդկությունը, իսկ չրերն ու ընկուզեղենը խորհրդանշում են տարբեր ազգության և հավատքի մարդկանց։ Ըստ հին հավատալիքի ղափաման պատրաստվել է, որպեսզի աշխարհում խաղաղություն և բարություն լինի, իսկ հարիսայի արմատները շատ հին են, հնում այն անվանել են նաև խաշիկա։ Հարիսան դասվում է զորած ուտելիքների շարքին։ Հնում հարիսայի պատրաստումը ընդունված է եղել որպես զոհամատուցման արարողություն։ Այն մի ամբողջ գիշեր եփում էին թոնրի մարմանդ կրակի վրա, որպեսզի առավոտյան մատուցեն։ Ամանորին պատրաստվող հարիսան տարբերվում էր ամբողջ
տարվա ընթացքում պատրաստվող հարիսայից, որովհետև այն ընդհանրապես չէին խառնում, որպեսզի տարին հաշտ ու խաղաղ անցներ։ Հարիսա նույնպես ունի բազմաթիվ տարատեսակներ։ Պահքի շրջանում հարիսա պատրաստել են նաև վայրի ուտելի բույսերից կամ ընդեղենից։ Խոհանոցը ազգային հիշողության կենդանի պահապանն է, իսկ խոհարարը դրա կրողն ու շարունակողը։ Սիրելի հեռուստադիտողներ, դիտեցինք պատրաստած ռեպորտաժը, վերադարձանք, մեր սիրելի հյուրերը արդեն տաղավարում են, սիրով ներկայացնեմ նրանց, այսօր զրուցելու ենք Հայ Գուսանների միջազգային միության նախագահ, լեգենդար լուսահոգի Աղավնի Նիկողոսյանի ժառանգորդ, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ Գուսան Հակոբ Ալիխանյանի և հայուհի գեղեցկուհի սիրված երգչուհի Սուսաննա Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Սուսաննա ջան, դուք առաջին անգամ եք մեր տաղավարում։ Շնորհակալ եմ նաև ձեր կողմից հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հակոբ ջան, այսօր ունենք երկու երգի պրեմիերաներ, որոնք դեռ հանդիսատեսը չի լսել, եթե համերգին եղել են, ապա լսած կլինեն, բայց դեռ չեն տեսել տեսահոլովակները, բայց դիտելու են, բայց մինչ այդ կցանկանայի խոսենք ամիսներ առաջ տեղի ունեցած համերգից, ձեր տպավորությունների մասին մի փոքր կխոսեք եւ ինչպիսի արձագանքներ ստացաք։ Սիրով պատմեմ Ալիտա ջան, հուլիսի 22-ին Սնդուկյանի անվան ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մեր համերգային ծրագիր, որը նվիրված էր իմ գուսանական թագադրման 1-ամյակին, որտեղ ներկայացրեցի նոր երգեր գրված, որտեղ մասնակցությունը ունեցավ իր գեղեցիկ հայեցի ավանդական մեր լավ ընկեր սիրված երգչուհի Սուսաննա Հակոբյանը, րոպեներ անց կդիտենք իր կատարումը։ Դալիճը լեփլեցուն էր, տիրում էր հայկական, ավանդական այդ ազգային ոգին, կրկին անգամ իմ հանդիսատեսի սերն ու ջերմությունը ստացա, որը որ շատ ոգևորիչ էր։ Իմ սպասելիքները արդարացավ այն, որ 1 տարի պատրաստվել էինք այդ համերգին, որ գոհացնեմ իմ հանդիսատեսին եւ ցույց տամ իրենց կարծիքը ստանամ, իրենց գնահատականը, որ չեն սխալվել այդ կոչումը իմ ժողովրդի այդ կոչումը իրենց գուսանն եմ, չէ, այդ կոչումը տալու համար հասկացա, որ անտեղի չի իմ անցած այդ 20 եւ ավել տարիները, որ ես հասա այդ օրվան։ Իսկ Սուսաննայի հետ ինչպես ստացվեց ձեր համագործակցությունը, բացի այս համերգից ունեք էլի համագործակցություններ միմյանց հետ։ Իհարկե, Սուսաննայի հետ երկար տարիների համագործակցում ենք, ունենք շատ գեղեցիկ երգեր թողարկած Սուսաննայի հետ, ազգային երգերի շարան, հագել եմ տարազը, բարևը տառան, հայի հավատ, իմ հայրիկ եւ արժեվում սպասվում են նորանոր ծրագրեր Սուսաննայի հետ, որը որ ընթացքում է, ձայնագրման փուլում է, կներկայացնենք մեր հանդիսատեսին։ Եվ հունիսի 20-ին Սուսաննայի հետ եղել են Կրասնոդար քաղաքում գեղեցիկ համերգային երեկոյի մասնակցեցինք, որտեղ էլի Սուսաննան փայլեց իր հայեցի կատարմամբ։ Սուսաննա ջան, իսկ ինչպես ստացվեց Հակոբի հետ համագործակցությունը, որքան ժամանակ է որ համագործակցում եք եւ նաեւ երգի ընտրությունը, որ համերգին կատարեցիք, լացել եմ ուզում այդ երգի ընտրությունը ինչպես կատարվեց։ Նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար, շատ ուրախ եմ, որ մեր սիրելի Գուսանի հետ ես այստեղ եմ գտնվում։ Համագործակցությունը Հակոբ Ալիխանյանի հետ տարիների փորձ ունի, այսպես ասած, համագործակցել ենք սկզբում իմ պարային համույթի մասով ավելի շատ, իսկ հետո, քանի որ ես միշտ լսել եմ Աղավնի տատիկի Հակոբ Ալիխանյանի անունը եւ մեծ ցանկություն առաջացավ բնականաբար կատարելու երգերը, որովհետեւ թե ձեռագիրը, թե ոճը ավելի շատ իմն էր, հայեցի էր, բնականաբար դիմեցի, մերժում չստացա եւ համագործակցությունը շարունակվեց արդեն որպես երգչուհի։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ես երգարվես մուտք եմ գործել հենց Հակոբի երգերով եւ դրա համար շատ ուրախ եմ։ Իսկ լացել եմ ուզում երգի ընտրությունը, կապված էր հենց Հակոբ Ալիխանյանի մտադրության հետ, այսպես ասած, երգի մասով։ Երգը շատ գեղեցիկ երգ է,
կարող եմ նույնիսկ ասել, որ շատ հաճախ եթե բառերը չեն հերիքում, ինչ որ բան արտահայտելու, ինչ որ զգացմունք արտահայտելու, Հակոբի մոտ շատ լավ է ստացվում դա երգի տեսքով արտահայտել եւ լացել եմ ուզում հենց այդ երգերից էր եւ ինձ համար մեծ պատիվ այդ երգը կատարելը, որովհետեւ երգը հնչել է տարիներ առաջ, իսկ այժմ ես եմ դա ներկայացնում։ Ինքը շատ գեղեցիկ, շատ հուզումն առատ երգ է, շուտով կվայելեք։ Ինչպես որ Հակոբ ներգրեր եւ տարիներ առաջ էր ներկայացվում, ավելի զգացմունքային, որքանով էր դժվար նաեւ նոր հանդիսատեսի ներկայացնել գրեթե նույն կերպ, նույն զգացմունքներով, որքան ժամանակ եք աշխատել, որ երգը լավ ստացվի։ Եթե անկեղծ երգը միանգամից է ստացվել, որովհետեւ շատ զգացմունքային է, ինչպես նշեցի, ամեն մեկիս կյանքում բնականաբար եղել են այդպիսի պահեր, որ չենք կարողացել մեր զգացմունքները արտահայտենք, երգի շնորհիվ ենք դա արտահայտել, երգը լսելուց ենք արտահայտել, հա ինքներս մեր մեջ եւ լացել եմ ուզում եմ կարելի ասել քանի որ ցանկացած մարդուն հոգեհարազատ երգ է ռիսկային ոչինչ չկար իրականում երգի մեջ քանի որ Հակոբի կողմից էլ ես ստացել եմ այդ մեծ աջակցությունը երգի հետ կապված դրա համար ինձ համար մի քիչ ավելի հեշտ էր իսկ երգի ընտրությունը երգի կատարումը տարիներ հետո շատ հեշտ էր որովհետեւ երգը էլի եմ ասում բոլորի սրտին շատ մոտ երգ է Իսկ Հակոբի հետ աշխատելուց, երբ որ նշեցիք, որ միայն Հակոբի գրված երգերն է կատարում կա, նաև հեղինական երգեր, որ հատուկ հենց ձեզ համար են գրվել։ Այո, ես կատարել եմ իմ հայրիկ երգը, որը հենց իմ համար էր գրվել, իմ հայրիկի 50-ամյակին նվիրված երգներ, որը շատ մեծ արձագանք ստացավ, շնորհակալ եմ Գուսան ջան։ Սիրով։ Շատ գեղեցիկ երգ է, հենց իմ համար է գրվել այդ երգը։ Հակոբ ջան, իսկ համերգի ժամանակ հիմնականում հանդիսատեսի մեծ մասը, ովքեր են ավելի շատ տարիքով, տարեց մարդիկ են, ավելի երիտասարդները նույնպես գերակշռում էին եւ ինչ եք նկատում, կա նրանց հանդեպ նույնպես սեր առաջացել է ժողովրդական գուսանական երգերի հանդեպ։ Մալիտա ջան, տարբեր սերնդի ներկայացուցիչներ են լինում մեր համերգներին, տարեցներ էլ, երիտասարդներ էլ, անգամ պատանիներ էլ եւ իմ արժեվ դրված մի նպատակը նա է, որ փոքրերին պատանիներին մոտ պահենք մեր հայկականին, մեր արմատներին, որ իրենք ներկա լինեն, սերմանվեն հայրենասիրությամբ, դաստիարակվեն ազգային ոգով ու բոլոր այդ տարիքի սերնդի մասնակիցների մեջ էլ նկատում ենք այդ բուրըն ընդունելությունն ու ոգևորությունը համերգի ժամանակ։ Այսինքն կարող ենք ասել, որ գուսանական երգը ոչ թե անկում է ապրում, այլ ավելի է զարգանում սերը, նկատում եք դրա հանդեպ։ Այո, ու ես էլ մեծագույն ջանքեր եմ դնում, որ դա տարածվի, զարգանա հայրենիքում ու Սփյուռքում, որ մարդիկ մոտ լինեն, պատանիները, երիտասարդները մոտ լինեն մեր ազգայինին, մեր հայկականին։ Այս Սուսանա ջան, դուք արդեն խոսեցիք, որ մեծ սերուն եք ժողովրդական գուսանական երգերի նկատմամբ ու հենց ձեր երգերը դրանց մասին են, այդ կատարումներն եք անում, բայց լինելով երիտասարդ երգչուհի, շատ անգամ երիտասարդները ընտրում են այնպիսի ասպարեզ երգի, որպեսզի նաև ինչու՞ չէ լավ ֆինանսավորում ունենան եւ մեծ նաև կարողանան իրենց կարիերան ձևավորել։ Ինչու ընտրեցիք հատկապես ժողովրդական երգերը եւ ինչ եք կարծում, կարող եք դրանով մարդկանց գրավել եւ առաջ գնալ։ Շատ լավ հարց էր իրականում։ Ես ծնվել եմ, մեծացել եմ հենց ազգային ոգով դաստիարակվող ընտանիքում։ Այսպես ասած, ես ուրիշ տարբերակ չունեի, բայց դա արել եմ իհարկե մեծ սիրով, դաստիարակությունից ելնելով, ինչ վերաբերվում է ֆինանսապես, ես բեմական ելույթներում երգում եմ բացառապես միայն ազգային երգեր։ Իսկ արդեն ֆինանսականը ինձ մոտ մի քիչ ուրիշ ոլորտ է համարվում։ Ինչ վերաբերվում է ազգային երգերով գումար աշխատելուն, բնականաբար այո կարող ենք աշխատել, որովհետև այս պահին ազգային երգը այնպիսի, այսպես ասած, չեմ կարող ասել անկում է ապրում, բայց ամեն դեպքում, ինչպես նշեցիք, նույն ձև չի ընդունվում, բայց ամեն դեպքում մենք պետք է ամեն ինչ անենք, փորձենք եւ մեր համերգին հուլիսի 22-ին կայացած շատ գեղեցիկ էր, շատ ուրախ եմ, որ ինչպես կային ավագ սերնդի ներկայացուցիչներ երգիչների մեջ, կային նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, որը հենց խոսում էր նրա մասին, որ ազգային երգը իրավունք ունի ու պետք է ծաղկի, եւ Հակոբ Ալիխանյանը հենց այդ ծաղկեցնողներից մեկն է, թեև երգերի շնորհիվ, այսպես ասած, երգիչների, երգչուհիների շնորհիվ, բայց ամեն դեպքում ամեն ինչ արվում է, որ ժողովրդական ազգային երգը ծաղկի եւ ծաղկելու է։
մեր շնորհիվ եւ Հակոբի շնորհիվ։ Ինչպես նշեցիք, որ առաջվա նման շատ մեծ տարածում չունի, բայց ամեն քայլ անում են, որպեսզի ել ավելի տարածվի եւ նաեւ նկատում ենք, որ այդ տարածման ժամանակ շատ հաճախ երգիչները, երգչուհիները փոխակերպված ձևերով են կատարում ժողովրդական երգերը, որպեսզի երիտասարդ սերունդը այդպեսի ավելի շատ է սիրում լսել։ Դրա կողմնակիցն եք, թե սիրում եք հենց մաքուր, ինչպես որ կա երգը այդպես կատարվի։ Տեսեք, իրականում երկուսն էլ ունեն իրենց տեղը։ Մարդիկ կան, որ օրինակ ես երգիչներ կան, երգչուհիներ կան, որ ես չեմ պատկերացնում իրենց երգելուց հենց ազգային ֆոլկլոր, այսպես ասած, այդ տարբերակը։ Ես իհարկե կողմ եմ դրան, թեկուզ եւ նորացված տարբերակով, բայց գոնե ներկայացվի մեր ազգային երգերը։ Դա ավելի շատ է ընդունվում երիտասարդների կողմից, բայց ես նաեւ կողմ եմ նրան, որ պետքա պահվի այդ ազգայինը, պահվի ամենաիսկական երգերի տարբերակները։ Գուսան ջան, ձեզ Հակոբ ջան, ինչ տվեց համերգը, ինչ նոր հնարավորություններ տվեց եւ ինչ զգացիք այդ համերգից հետո։ Համերգի ընթացքում եւ համերգից հետո զգացի կրկին անգամ հետ հայաց գցելով իմ անցած ուղուն, իմ տարիներին, որ սխալ չեմ եղել, ընտրել եմ այս ուղին, չնայած դա եկել է ժառանգաբար Լուսահոգի աղավնի տատիկիցս, Աստծո շնորհ է։ Զգացի իմ հանդիսատեսի սերն ու ջերմությունը, բարձր գնահատականը ինձ ուժ տվեց ել ավելի, որ ես շարունակեմ ստեղծագործել ել ավելի մեծ եռանդով եւ քայլել առաջ։ Եվ այդ բեմում ես ներկայացա իմ ընկերների, սիրված երգիչ-երգչուհիների հետ միասին, որ իրենց գեղեցիկ կատարումներով, որոնցից մեկը մեր Սուսանան է, ներկայացանք մեր հանդիսատեսին եւ մենք էլ հոգեպես լիացած, գոհացած այդ օրը ամփոփեցինք այդ երեկոն։ Համերգը լի էր նոր պրեմիերաներով եւ դուք կատարեցիք նաեւ Գուսանեմ երգը, հենց համերգի ժամանակ այդ երգը հնչել է, բայց դեռ հանդիսատեսը չի տեսել։ Դրա համար առաջարկում եմ դիտենք երգի տեսահոլովակը, վերադառնանք եւ շարունակենք զրույցը։ Վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք զրույցը։ Հակոբ ջան, դիտեցինք երգի պրեմիերան, որը մեր հենց հեռուստաընկերությամբ առաջին անգամ եթեր գնաց, խոսենք նաեւ երգի մասին, խոսքերի հեղինակը ով է, ինչպես ստեղծվեց տեսահոլովակը եւ նաեւ որտեղ է նկարահանվել։ Խոսքերի երաժշտության հեղինակը ինքս եմ, երգը գրվեց գուսանական թագադրումից հետո, այսպես ոգևորված, ես որ ունենամ այսպես ասած իմ կատարմամբ իմ հեղինակային երգը, որ գուսանի կոչումը Կարոննի ասված երգը ես ունենամ, որ երկար տարիներ լինելով ասպարեզում, կրթությունս ստացել եմ երաժշտական վոկալ բաժնում եւ այդպես ոգևորված ցանկացա մի տեսահոլովակի տեսքով իմ հանդիսատեսի ներկայացնել նաեւ իմ հեղինակային երգը իմ կատարմամբ։ Վերնագիրն էլ էր հատուկ ընտրված նաեւ։ Այո, գուսանեմ ես։ Շնորհակալություն եմ հայտնում ռեժիսորին, GNT Production-ին, Տիգրան Կիրակոսյանին, շատ երիտասարդ ու տաղանդավոր ռեժիսոր, ով ունի փայլուն մտքեր եւ մեծ ապագա, ով սիրով միացավ մեզ եւ նկարահանեց տեսահոլովակը։ Տեսահոլովակն առաջի անգամը եթեր հեռարձակվում, հենց պահել էինք այս օրվա համար, շնորհակալ եմ կրկին անգամ հրավերի համար եւ այս գեղեցիկ հնարավորության համար։ Հակոբ ջան, դեռ հասանելի չէ, երգը չեն լսել եւ տեսահոլովակը չեն դիտել, բայց ովքեր որ լսել են եւ դիտել են, ինչ արձագանքներ եք ստացել։ Օրինակ դուք Սուսանա ջան, ինչ արձագանքներ ունեք, ինչ կմաղթեք նաեւ Հակոբին։ Եթե անկեղծ Հակոբի երգը ինձ համար բացահայտում էր, ես երբ որ առաջին անգամ երգը լսեցի, երգը դասվեց այն շարքին, որ կարող ես ուղակի առօրյայում լսել։ Այդպիսի երգեր շատ քիչ են, բայց ես հիացած եի ուղակի Հակոբի կատարմամբ, մանավանդ երգի մատուցման այս տարբերակով։ Շատ գեղեցիկ էր, բոլորից եթե անկեղծ լսել ենք շատ լավ կարծիքներ Հակոբի երգի վերաբերյալ, ովքեր ծանոթ չէին Հակոբի անցած ուղուն, բացահայտում էր նաև Հակոբի երգելու կարողությունը, այսպես ասած, դե երգեր գրելու, ներկայացնելու մասով բոլորս
իդեալական պատկերացնում էինք Հակոբին, բայց որ հենց Հակոբը բեմում երգի, առաջին անգամ, երբ որ հնչեց երգը բեմում, ես ուղղակի այսպես ասած ապշած էի Հակոբի բեմական, մենք ունենք բեմական պահվածք, հա, այսպես ասած բեմում պետք է կարողանաս պահես, Հակոբի առաջին անգամ բեմ ելը, ուղղակի ապշեցնող էր բոլորիս կուլիսներում, դուք ուղղակի չեք կարող պատկերացնել, ինչ մեծ արձագանք ստացավ Հակոբը հենց երգիչների, երգչուհիների կողմից, ովքեր միշտ աշխատել են բեմում, գիտեն բեմում պահելաձև, ու Հակոբի այդ ամեն ինչը ուղղակի մեզ հիացրել էր։ Բնականաբար հանդիսատեսի կողմից եւս հնչել են շատ գեղեցիկ կարծիքներ։ Համերգի ժամանակ երգի պարակցումը հենց կատարում էր իմ պարային խումբը, շատ մեծ ողջավորությամբ աշակերտները բարեցին բնականաբար երգի տակ, իրենք էլ եւս շատ սիրեցին երգը ու հենց ներկայացրեցին, ինչպես տեսահոլովակում է ներկայացված, գյուղական տարբերակով։ Կարող եմ հստակ ասել, որ այս երգը շատ սիրվել է եւ սիրվելու է նաեւ հանդիսատեսի հեռուստադիտողի կողմից։ Հակոբ ջան, ինչու եք այսքան ժամանակ սպասացնել տալի եւ մինչ այդ չէիք կատարում եւ ձեր կատարումներով հանդերձ չէիք գալիս։ Երևի պահը պետք է հասունանար, Ալիտա ջան։ Այո, ես ուսանողական տարիներին երգել եմ, համերգների մասնակցել եմ։ Հետո հանգամանքներ բերումով այնպես ստացվեց, որ հանդես եկա որպես ստեղծագործող, բայց այս ժամանակահատվածում ցանկացա իմ կատարմամբ գոնե տեսահոլովակի տեսքով ներկայանամ իմ ժողովրդին, ցույց տամ իմ սրտի խոսքը, որ միշտ ասել եմ իմ կրթությունը երաժշտական վոկալ բաժնում է եղել, ազգային ժողովրդական բաժնում, եւ սպասենք արձագանքներին։ Իդեպ համերգի ժամանակ իմ ընկերներն էլ չեն իմացել, որ ես պետք է երգեմ, անակնկալ ա եղել նաեւ իրանց համար, ու մի ուրախությունից նաեւ իրենք էլ իրենց ջերմ գնահատականը տվեցին, որի համար ուրախ եմ, շնորհակալ եմ, իմ հանդիսատեսից եմ շնորհակալ։ Եվ հուսով ենք, որ այս անակնկալները դեռ կշարունակվեն եւ ելի երգեր կլինեն, որ դուք կկատարեք։ Ինչ նորություններ ունեք։ Նորություններ ունենք, գրվում են երգեր, ձայնագրման փուլերում են, ստուդիաներում են երգերը, ունենք Սփյուռքից հրավերներ, Բելգիա, Հոլանդիա, տարվում են նախապատրաստական աշխատանքներ Սփյուռքում համերգների հետ կապված, հայրենիքում, մարզերում ծրագրեր կան, դադար չենք տվել, բուռն կերպով աշխատում ենք, ամուր է մեր ազգային ոգին եւ շարժվում ենք առաջ։ Սուսաննա ջան, ինչ նոր համագործակ Բելգիայում եւ Սփյուռքում համերգներին դուք նույնպես ունեք մասնակցություն եւ ինչ երգեր պետք է կատարեք այդ ընթացքում։ Սփյուռքում համագործակցություն եւս ունենք, բնականաբար, կկատարեմ ինչպես այստեղ Հայաստանում կատարված երգերը, այնպես էլ կլինեն պրեմիերաներ, ավելի ազգային թեմայով, քանի որ ինձ մոտ մի քիչ սիրային թեմաներ խորացված, հիմա ավելի շեշտը դնում ենք ազգային հայրենասիրական շարանների, ինչու՞ չէ նաև առանձին երգերի վրա։ Հակոբ ջան, ինչ այս տարվա մեջ մի քանի հրավերներ ունեք, իսկ առաջիկայում որ երկրում եք լինելու, որ քաղաքում է լինելու համերգը, դրա մասին է փոքր խոսենք։ Դեռ բանակցությունների մեջ ենք, շատ են, այսպես ասած, քաղաքները, հրավերները, քննարկումների փուլում ենք, որը որ հստակեցվի արդեն, իսկ համերգային շարքը գծվի հստակ սկզբից շարունակաբար քաղաքները իմ հանդիսատեսին կտեղեկացնեմ։ Այսինքն լի անակնկալներով տարին եզրափակելու ենք։ Եզրափակելու ենք եւ հաջորդ տարվա սկզբից էլ ունենք էլի աշխատանքային ծրագրեր, որ տարվում են նախապատրաստական աշխատանքները։ Հակոբ ջան եւ Սուսաննա ջան, ինչ ունեք մեր հանդիսատեսին, մեր դիտողներին ասելու թե երգի միջոցով, թե նաեւ այսօր ձեր հյուրընկալությամբ, ինչ մաղթանք ունեք մեր հեռուստադիտողներին այսօր։ Ամենակարևորը մաղթում եմ, որ երբեք չկորցնենք ազգայինը, մեր երեխաներին դաստիարակենք անպայման ազգային ոգով, ինչու՞ չէ նաեւ ստիպենք երեխաներին լսել ազգային երգեր, ազգային բառերի հաճախել, եւ ես այստեղ չի, բայց ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել մեր Հակոբ Ալիխանյանի մայրիկին, Տիկին Լուսինեին, միշտ մեր կողքին լինելու, համերգների կազմակերպմանը, չնայած տարիքին, մեզ հետ, այսպես ասած, ամեն տեղ լինելու, մեզ համար ամեն ինչ անելու համար։ Եվ ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հնարավորություն ունենք առաջին անգամ հենց ձեր հեռուստաընկերությունում լսելու, դիտելու իմ երգը։
Եվ շնորհակալ եմ Հակոբին նաև այս հնարավորության համար, որ ես այստեղ եմ գտնվում եւ պատիվ ունեմ կատարելու Աղավնի տատիկի եւ Հակոբի երգերը։ Իսկ Հակոբ ջան, դուք Շնորհակալություն ձեզ, ձեր մշտապես հետևողականության հրավերի համար, ձեր տնօրինությանը, անձնակազմին, Ալիտա ջան, որ միշտ արձագանքում եք, բարձր եք պահում ազգային ոգին, տեղ եք տալիս մշակույթին, որը որ շատ ոգևորիչ է մեզ համար։ Շնորհակալություն ձեզ։ Ինչպես Սուսաննան նշեց, այդպես էլ ես էլ իմ շնորհակալական խոսքերով իմ երախտիկի խոսքն եմ ուզում հայտնել իմ մայրիկին, Տիկին Լուսինե Կաթրջանին, այսպես հանրությունը գիտի, որ իմ գործերի համերգային եւ ընդհանուր գործերի կազմակերպիչ նախաձեռնողը մայրս է, ով սարի պես կանգնած է իմ կողքին, իմ ընկերների կողքին, որպեսզի այս տարիների աշխատանքը տա իր դրական արդյունքը եւ ամուր քայլերով մեր ասելիքը, մեր խոսքը հասցնենք մեր հանդիսատեսին, ամուր պահենք մեր հայկականը։ Շնորհակալ եմ նաեւ Սուսաննային իր վստահության համար, որ վստահում է երկար տարիներ եւ ինձ հետ անցնում է այս ստեղծագործական ուղին ու դեռ կանցնենք, քանի որ իրար հետ ունենք դեռ շատ գեղեցիկ անակնկալներ մեր հանդիսատեսի համար եւ իմ ընկերներին, ովքեր մշտապես մեզ հետ են, ովքեր որ մասնակցում են իմ համերգներին եւ այդ համերգները ձեր եթերով հեռարձակվում է, որը որ իր ուրախությունին շատ հաճելի է, հանդիսատեսից լսում ենք դրական ջերմ խոսքեր եւ տեղեկացնենք, որ հենց հուլիսի 22-ին կայացած համերգը նաեւ պրեմիերան եղել է ձեր եթերում, որի համար շնորհակալություն ձեր տնօրինությանը, Տիկին Սեդային եւ ողջ անձնակազմին։ Շնորհակալ եմ շատ մեր հրավերը ընդունելու համար եւ ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ նորանոր բեմեր։ Շնորհակալություն շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Հայ Գուսաների միջազգային միության նախագահ, լեգենդար լուսահոգի Աղավնի Նիկողոսյանի ժառանգորդ, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ Գուսան Հակոբ Ալիխանյանի եւ երգչուհի Սուսաննա Հակոբյանի հետ։ Իսկ այս պահին առաջարկում եմ դիտենք «Լացել եմ ուզում» երգը Սուսաննա Հակոբյանի կատարմամբ եւ շարունակենք հաղորդումը։ Մենք շարունակում ենք թողարկումը հարգելի հեռուստադիտողներ, իսկ հիմա հերթ ամենակարևորի առողջության մասին է եւ խոսելու ենք հավկիթի մասին։ Մասնագետները պնդում են, որ հավկիթը միակ սննդամթերքն է, որում կատարելապես համադրվում են սննդարար նյութերը, միկրոէլեմենտները, վիտամիններն ու ամինաթթուները։ Այդպիսի համամասնություն փորձագետների կարծիքով ոչ մի ուրիշ բնամթերք չի պարունակում։ Հավկիթի մեջ սպիտակուցների քանակը օրինակ գերազանցում է ձկանը ու մսին։ Հավկիթները խոլին, վիտամին 4 են պարունակում, որը դրական է ազդում նյարդային համակարգի վրա։ Սելենը եւ լյութեինը հզոր հակաօքսիդանտներ են եւ օքսիդացման ժամանակ բջիջները պաշտպանում են վնասելուց։ Մթերքները հարուստ են նաեւ բազմազան վիտամիններով։ Դրանում պարունակվող վիտամին E-ն ամրացնում է արյունատար անոթները, ինչպես նաեւ ունի հակաուռուցքային հատկություն։ Վիտամին A-ն ամրացնում է դիմադրողականությունը, D-ն անհրաժեշտ է ոսկրերի եւ ատամների համար, B12-ը հոգ է տանում նյարդային համակարգի մասին, իսկ K-ն ապահովում է արյան մակարդելիությունը։ Հիմնական վնասակարությունը խոլեստերինի առկայությունն է։ Մի քանի տարի առաջ ընդունված էր, որ սննդամթերքում առկա խոլեստինը կուտակվում է անոթների պատերին, իսկ դա ինչպես հայտնի է հանգեցնում է աթերոսկլերոզի եւ զանազան սրտային հիվանդությունների։ Հավկիթը կարող է օրգանիզմի վնաս հասցնել, եթե օգտագործենք այն չափազանց մեծ քանակությամբ եւ առանց ջերմային մշակման։ Չարաշահելու դեպքում այն բարձրացնում է վատ խոլեստերինի մակարդակը, բացի այդ պետք է հաշվի առնել, որ խանութներում վաճառվող հավկիթները կարող են հակաբիոտիկներ կամ նիտրատներ պարունակել, որոնցով ինկուբատորի պայմաններում կերակրում են թռչուններին։ Վնասակար նյութերի մնացորդները կարող են խախտել աղիների միկրոֆլորան։ Դրա համար այն խորհուրդ է տրվում օգտագործել չափավոր քանակով։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանանք Հորդանանի հետ։ Հորդանանը արաբական աշխարհում խաղաղության եւ պատմական ժառանգության խորհրդանիշն է։ Այն գտնվում է Առաջավոր Ասիայում, Հորդանան գետի ափին, հարավում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում Իրաքին, հյուսիսում Սիրիային, իսկ արևմուտքում Իսրայելին եւ Պաղեստին պետությանը։ Իսկ հիմա ավելի մանրամասն այս երկրի մասին առաջարկում եմ դիտենք տեսանյութը։
Հորդանանի տարածքը հնագույն ժամանակներից հանդիսացել է մարդկության զարգացման կարևոր օջախ, նեոլիթի դարաշրջանում այստեղ ձևավորվել է գյուղատնտեսությունը, իսկ պղնձե դարում արդեն սկսել են մետաղներ հալեցնել։ Հնագույն հուշարձանները վկայում են հազարավոր տարիների մշակույթի եւ արվեստի հարուստ պատմության մասին։ Այսօր Հորդանանը սահմանադրական միապետություն է զարգացող տնտեսությամբ եւ կրթված երիտասարդությամբ։ Չնայած բնական ռեսուրսների սահմանափակությանը, երկիրը հաջողությամբ զարգացնում է քիմիական արդյունաբերությունը, արտահանում պարարտանյութեր եւ գյուղամթերք։ Նրա կարևոր առավելություններից է Աքաբայի նավահանգիստը, որը հատուկ տնտեսական գոտի է, միավորելով առևտուրը եւ զբոսաշրջությունը։ Հորդանանի կլիման հիմնականում միջերկրածովային է, տակամարներով եւ մեղմ ձմեռներով։ Կարմիր եւ մեռյալ ծովերի ջրերը գրեթե միշտ տաք են, իսկ երկրի կենտրոնական շրջաններում գիշերները զով են, ապահովելով մաքուր եւ հանգիստ միջավայր։ Հորդանանը նաեւ հարուստ է մշակութային ու բնապահպանական հրաշալիքներով։ Նրա տարածքի մեծ մասը անապատ է, որտեղից առանձնանում է հեքիաթային Վադի Ռամը, որը հայտնի է որպես լուսնի հովիտ։ Այստեղ նկարահանվել են բազմաթիվ աշխարհահռչակ ֆիլմեր, աստղային պատերազմներ, տրանսֆորմեր, Ալադին եւ այլն։ Իսկ հնագույն Պետրա քաղաքը, որը ունի շուրջ 3800 տարվա պատմություն, 1985 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես աշխարհի 7-րդ նոր հրաշալիքներից մեկը։ Նրա վարդագույն ժայռերը մինչ օրս պահպանում են մարդկության ստեղծագործ հանճարի նմուշներ։ Հորդանանում հայկական համայնքը ունի հին եւ հարուստ պատմություն։ Հայերը այստեղ հաստատվել են դեռ խաչակրած արշավանքների տարիներին, իսկ առավել մեծ թվով մեծ Եղեռնի ժամանակ։ Այսօր նրանք ապրում են հիմնականում ամանում, պահպանելով իրենց ազգային ինքնությունը, լեզուն եւ մշակույթը։ Գործում են հայկական դպրոցներ, մանկապարտեզներ եւ եկեղեցիներ։ Հորդանանը փոքր, բայց հզոր երկիր է, հնագույն պատմությամբ, հյուրընկալ մարդկանցով եւ հարուստ մշակույթով, որը միավորում է անցյալի ժառանգությունը եւ ժամանակակից զարգացումը։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն եմ հայտնում, որ հետևում էիք մեզ, իսկ նոր ու եւ հետաքրքիր պատմություններով մենք կվերադառնանք վաղը։